Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 17։ Դուք 7000-ի մեջ եք։ Ամբողջ Աստվածաշնչում 7 թիվը կապված է Աստծո հավերժական նպատակի հետ։ Հետևաբար կարծում եմ, որ 7000 թիվը, որը Աստված տվեց Եղիային, պարզապես վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր կազմում էին նրա մնացորդը։ Իրականում Աստծո կողմից իր համար պահված մարդկանց թիվը կարող է լինել 70 կամ 7 միլիոն։ Կարևորն այն է, որ նրանք ամբողջովին նվիրվել են Տիրոջը։ Որոնք են մնացորդի որակները։ Ահա 3 բնորոշ բնութագրեր։ Առաջին՝ Տիրոջը կառչելու անսասան նվիրվածություն։ Յուրաքանչյուր մնացորդային հավատացյալ ընտրել է լողալ չարի հոսանքի դեմ, ինչ-որ պահի մենք պետք է պարտավորություն ստանձնենք և հայտարարենք. «Ինձ համար միևնույն է, թե ուրիշներն ինչ են ասում կամ անում, ես պատկանում եմ Տիրոջը և չեմ տրվի այս դարի չար ոգուն»։ Երկրորդ՝ պատրաստակամություն նույնականանալու աղքատների հետ։ Մինչդեռ հասարակության մեջ տարածված է հարուստների և հաջողակների հետ շփվելը, մենք հակված ենք ձգվել դեպի տառապյալ դասը։ Աբդիան աստվածավախ մարդ էր, որը ծառայում էր Հեզաբելի տանը, մեկը, որ վճռականորեն տրամադրված էր չվախենալ ոչ մեկից, բացի միայն Աստծուց։ Նա ապացուցեց, որ իր սիրտը ուղիղ է և որ աղքատների հետ է, երբ հոգ էր տանում 100 տառապյալ մարգարեների մասին (Ա Թագավորաց 18-4 խոսք)։ Եվ երրորդ՝ վստահություն հույսի մեջ։ Եղիայի օրերի 7000-ը դիմացան գալիք փրկության օրվա հանդեպ իրենց հույսի շնորհիվ։ Այսպիսով, այսօր եկեղեցու օրհնյալ հույսը Տեր Հիսուսի մոտ վերադարձն է։ Շեփորի մեկ ձայնով կավարտվի ամբողջ չարությունը։ Մեր Տերը վերջ կդնի երեխաների սպանություններին, բոլոր բացահայտ այլասերվածություններին և բոլոր էթնիկ ցեղասպանություններին։ Այս 3 հատկանիշները բնութագրում են ձեզ որպես Աստծո սուրբ մնացորդի մի մաս։ Եթե այո, ապա Աստված ցնծում է ձեզանով և ասում. «Այս մարդը իր սիրտը ինձ է տվել, նա փափագում է ինձ և ամբողջությամբ պատկանում է ինձ»։ Մենք պետք է քարոզենք ավետարանը, ծառայենք աղքատներին և գործենք, քանի դեռ ցերեկ է, ապրելով այն հույսով, որ Տեր Հիսուս Թագավորը շուտով գալու է թագավորելու։